Այսօր ցույց կտամ, թե ահա այս հայտնի տոնածառը ինչպես կարող եք ստանալ։ Սկզբի համար անհրաժեշտ է ահա այս պրոուդից 3 մմ-անոց, այն կարող եք ձեր բերել շինանյութի եւ խանութներից։ Հիմա ցույց տամ, թե ինչպես կարող ենք այն տոնածառի վրա։ Որպեսզի պտտվող լույսը տոնածառին չդիպչի, առաջինը չափում ենք տոնածառից դեպի դուրս, քանի սանտիմետր մետաղալար անհրաժեշտ կլինի մեզ պտտվող մետաղալարը ամրացնելու համար, որպեսզի չճոճվի։ Հետո կտրիչով հերթով կտրում ենք ամրացման լարերը, եզրերը թեքում ենք, մի ծայրը ճռիկով ամրացնում ենք տոնածառի ահա այս հատվածին կամ հենց լարն ենք պտտում տոնածառի վրա, մյուս մասի վրա ամրացնում ենք պտտվող մետաղալարը։ Այնուհետև սկսում ենք պտտել լույսերը։ Իմ դեպքում շատ ծանր ստացվեց։ 3 օր լույսերը պտտելուց հետո միացրեցի եւ պարզվեց, որ լույսերը ինչ որտեղից կտրվել է եւ հնարավոր չէ վերականգնել, բայց քանի որ գնել է 2 հատ 100 մետրանոց լույսեր, որոշեցի, որ չեմ ընկճվում եւ ստացել ենք ալտերնատիվ տարբերակ, որպեսզի այդքան չարժանանք ջուրը չընկնի եւ մենք ամեն դեպքում ունենանք այս տեսքով տոնածառ, այս 5 փաթաթածի վրա, ահա այսպես հերթով բացել ենք ու 3 շարքով միացում ենք 5 լույսերով, այս 5 լույսը ներսում ենք ու պտտում ենք, ահա այսպես եւ ամրացնում ենք, որպեսզի դուք շատ չտանջվեք, ինչ կարող ենք ամրացնել, ահա այս փոքրիկ ճռիկներով Արացարկելուց հետո, ասենք 3 տակ կամ 4 տակ կամ 2 տակ, ինչքան որ հերիքի ձեր լույսը, մեր լույսը շատ երկար էր։ Ահա այսպես պարզապես ամրացնել ու հետո այս երկար մասը կտրել։ Այդքան բան, այսքան չարչարվելու փոխարեն օրերով։ Դերը ստանալուց հետո անցնում եմ մյուս արտադրանքներին եւ 5 օրյա չարչարանքներից հետո վերջապես ստանում եմ սպասված տոնածառը։ Գրեք ձեր կարծիքը, ինչպես է ստացվել։